Եթե ես հույս ունեմ, որ դիվանագիտական հանգուցալուծում կգտնվի, կա շատ հոռետեսական մի կանխատեսում, որ այս ամեն ինչը կարող է վերջանալ ռազմական գործողություններով, որը իրանում քաոս կարող է առաջացնել, իսկ դա ամենավտանգավոր սցենարն է, որտեղ մենք գործ ունենք 92 միլիոն բնակչություն ունեցող երկրի հետ, որտեղ քաոսը միգրացիոն, հումանիտար ճգնաժամ կարող է հարուցել ամբողջ տարածաշրջանում։ Այո, այս պարագաներում անկախ նրանից ինչպիսի հանգուցալուծում կստանա իրանական պատմությունը, դիվանագիտական հանգուցալուծում, Աստված մի արածե ռազմական հանգուցալուծում, տարածաշրջանի բոլոր երկրները իրենց պետական ռեսուրսների եւ ուշադրության կենտրոնացում են անում, որպիսի ռիսկերը կարողանան կառավարել։ Իդեպ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ արտգործնախարարը շատ ակտիվ շփումների մեջ են տարածաշրջանի բոլոր ակտիվ երկրների հետ գրեթե առանց բացառության։ Ալիևը նույնիսկ զանգահարել է Իրանի Փեզիշքյան Ալիև զերո խոսազրույց է տեղի ունեցել, դրանից առաջ էլ արտգործնախարարները խոսեցին։ Բացառությունա կազմում միայն Հայաստանը։ Ինչի վրա։ Թերանից զանգ Երևան չի գալիս, սա երկու հետևություն կարող ենք անել։ Կամ շատ անլուրջ է Թերանում համարվում Հայաստանի իշխանությունը եւ համարում են, որ նրա հետ խոսելու բան չկա։ Այդ դեպքում դեսպանի նախազգուշացումը կամ էլ երկրորդ է դեսպանի նախազգուշացման համատեքստում։ Այսինքն իրենք համարում են, որ Հայաստանը ինտեգրված է իրենց համար թշնամական միջավայրի եւ նրանց պլազդարմն է։